Շատ բարի ողջույն, դուք դիտում եք Հայը հաղորդումը։ Ես Անին եմ Զաքարյան, ձեր խոնարհ ծառան, համացանցում հայտնի հայուհի անունով, որը նշանակում է մի հայուհի։ Մինչ այսօրվա իմ հյուրին ներկայացնելը ձեզ պիտի հորդորեմ ու կոչ անեմ, որպեսզի բաժանորդագրվեք YouTube-յան մեր ալիքին, սեղմեք զանգի կոճակը, որպեսզի բաց չթողնեք մեր հաջորդ թողարկումները, որոնք մեկը մյուսից լավն են։ Պետք է թողնել ջերմ մեկնաբանություններ, ինչպես նաև կիսվել ու տարածել դրանք։ Կանխավ շնորհակալ ենք։ Այժմ ներկայացնեմ իմ հյուրին, իմ շատ սիրելի հյուրին, Անի Քոչար։ Ողջույն Անի ջան։ Ողջույն Անի ջան։ Ես պետք է ասեմ, որ լրագրող, հեղինակ եւ մոտիվատոր է Անին Քոչար։ Անի, ինչու մոտիվատոր։ Իմ պարագայում ինչու մոտիվատոր, որովհետեւ կյանքն այդպես դասավորվեց, այսպես ասած, որովհետեւ ի տարբերություն բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց հռչակում են որպես մոտիվատոր եւ այդ ամենը բառերի եւ խոսքերի մակարդակում է, իմ պարագայում այն ամենով, ինչով ես մոտիվացնում եմ մարդկանց, ոգեշնչում եմ մարդկանց, քաջալերում եմ մարդկանց, դրանք հենց իմ կյանքի օրինակով են, դրանք կյանքով քննություն բռնած ուղերձներ են եւ այդ ուղերձները իսկապես գործում են եւ մոտիվացնում են, ոգեշնչում են, որովհետեւ դրանք իսկապես իրողություններ են եւ ոչ թե բառերի մակարդակում արեք այսպես, արեք այնպես, որ այսպես անեք կհաջողեք, այս խնդրի դեպքում այսինչ բաղադրատոմսը կիրառեք եւ անպայման կստացվի, իմ պարագայում այդպես չէ, իմ պարագայում չգիտեմ բարեբախտաբար թե դժբախտաբար կյանքի փորձը ինչ որտեղ հուշեց, որ ես իմ կյանքի փորձով կարող եմ բաժնեկցել այլ մարդկանց հետ եւ այդպիսով նրանց մոտիվացնել, քաջալերել, այսպես ասած։ Այսինքն ոչ թե մեկամսյա կրթություն եք անցել, հա, այլ կյանքի դպրոցն եք անցել։ Այո, այսպես է ստացվում։ Խոսենք լրագրության մասին։ Հայ լրագրողի դիրքն ու կերպարը ինչպիսին է այսօր։ Ես չեմ ցանկանա շատ հոռետեսական նոտայով սկսել, դրա համար պետք է ասեմ, որ միշտ էլ հեղինակություն, կշիռ եւ անուն ունեցող լրագրողներ եղել են, կան եւ լինելու են։ Բայց ավաղ սրա կողքին մեր օրերում շատ է արժեզրկվել լրագրողի, առհասարակ մեդիա ոլորտի զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների դերը։ Դրանում իր շատ մեծ բացասական դերակատարումն ունի ինչ խոսք սոցիալական մեդիաները, բոլոր այն վիրտուալ կայքերը, այսպես ասած, որոնք իրենց հռչակում եւ իրենց հորջորջում են որպես լրատվամիջոց, բայց դրանք շատ հեռու են առհասարակ եւ ժուրնալիստիկայից եւ զանգվածային լրատվության միջոց լինելուց, ելուր մնաց ամենադասական իմաստով լրագրությունից։ Եվ գալիս են ու ապականում են ոչ միայն ոլորտը, այլ նաեւ բարի համբավ ունեցող լրագրողների անունը, որովհետև բոլորին արդեն սկսում են ժողովրդի ասած մեկ արշինով չափել, հա, մեկ այսպես դիտանկյունից նայել։ Իհարկե ես կարծեմ, որ դա շատ միակողմանի է, միշտ էլ եւ լավն է եղել եւ վատն է եղել եւ ըստ դրա պետք է լավին լավ ասել եւ հավուր պատշաճի տեղ տալ եւ գնահատել, իսկ միջակություններին կամ նրանց, ովքեր ոլորտն ապականում են, պետք է միանշանակ նրանց իրենց ճիշտ տեղը ցույց տալ եւ երբևէ նրանց չորակել լրատվամիջոց կամ լրագրող, որպեսզի նման գրչակները կամ նման մարդիկ, ովքեր այստեղից այնտեղից մի երկու բառ թրցնում են կամ ինստագրամյան, ֆեյսբուքյան ֆոտոպատմություն կոչվածները, իստորիա կոչվածները վերցնում են եւ գայթակղիչ լսարան գրավող ուրեմն գլխագրերով եւ վերնագրերով ընդհանրապես լսարան գրավելու համար ապատեղեկատվություն են տարածում, նրանք էլ իրենց չեն զգա որպես լրագրող կամ լրատվամիջոցի ներկայացուցիչ, այնպես որ պարզապես օրերում ենք, որ այսպես անցումային շրջան է, հացը չորը խառնվել է իրար, թեև եթե մեդիա գրագետ մարդ է, ինչ խոսք թացն ու չորը զանազանում է եւ ինչպես ասացի, յուրաքանչյուրին իր արժանին է տալիս, այսպես ասած։ Իսկ որն է լավ լրագրողի չափանիշը կամ որոնք են այդ հատկանիշները, որոնք պետք է կրի լավ լրագրողը։ Ըստ իս լավ լրագրողը բացի այն, որ այսպես թե այնպես պետք է ունենա մասնագիտական կրթություն, որակյալ լավ կրթություն եւ նաեւ շատ ինքն իր վրա աշխատած լինի եւ իրեն նաեւ կերտած լինի որպես լավ լրագրող, շատ կարեւոր է նաեւ մի վնասիր սկզբունքը։
եւ այս մի վնասիր սկզբունքը թվում է թե զուտ քրիստոնեական նաեւ այսպես ինչ որ ուղերձ է մի վնասիր կամ վարվիր դիմացինիդ հետ այնպես ինչպես կցանկանաս որ քեզ հետ վարվեն, բայց պետք է նաև այսպես շատ հպարտորեն եւ ուրախությամբ ասեմ, որ սա մեզ սովորեցնում էին նաև ժուրնալիստիկայի ֆակուլտետում եւ միշտ մեզ հորդորում էին, որ անկախ ամենից մենք միշտ պետք է նկատի ունենանք, որ մենք մարդու եւ մարդկային գործոնի հետ գործ ունենք եւ շատ կարեւոր է տեղեկացնելը, իրազեկելը, լրատվությամբ ապահովելն այնպես անել եւ այնպես ապահովել, որպեսզի նաեւ մարդկանց չվնասես, որովհետեւ շատ հաճախ կարող ես հենց թեկուզ խոճապ տարածելու կամ մարդկանց լարվածության մեջ պահելու, շատ դժվարին պահերին կլինի պատերազմական իրավիճակ, բնական աղետների իրավիճակ կամ մեկ այլ, մարդկանց հույզերը չպետք է օգտագործես, մարդկանց չպետք է օգտագործես զուտ քո լրատվամիջոցի հաջողությունը կամ քո անունը շռնդալից այսպես հնչեցնելու համար, դրա համար ինձ համար շատ կարևոր է մասնագիտական կրթությունը, գրագիտությունը եւ անպայման մարդուն չվնասելու այդ շատ գեղեցիկ, որը գուցե զանգվածային լրատվության միջոցների էթիկայի կանոնագրքերում կամ դասագրքերում գրված չէ, բայց շատ գեղեցիկ չգրված օրենք է, որին օրինակ ինքս միշտ փորձել եմ հետամուտ լինել եւ պահել դա։ Իսկ կին լրագրողի առավելությունները որոնք են։ Ես քանի որ սեքսիստ չեմ եւ երբեք սեռային տարանջատումներ չեմ անում, ըստ իս չկա որպես այդպիսին առանձնահատուկ ինչ որ առավելություն կամ ընդգծված ինչ որ մի բան, որը առանձնացնում է նրան տղամարդ լրագրողներից, ես չեմ տեսնում դա։ Ճիշտ հակառակը, երբեմն անգամ կին լինելը կարող է նաեւ խանգարել, որովհետև շատ հաճախ տարբեր լրատվամիջոցներում, մեդիա ընկերություններում կամ մեծ կազմակերպություններում աշխատանքի ընդունվելիս, երբ քեզ առաջին հայացքից դիտարկում են ոչ թե արհեստավարժ մասնագետ, պրոֆեսիոնալ, այլ կին, դա կարող է անգամ խանգարել եւ ոչ թե առավելություն լինել, այլ այս պարագայում թերություն լինել։ Բայց ես կարծում եմ, եթե դու լավ մասնագետ ես, արհեստավարժ մասնագետ ես եւ ինչ որտեղ նաեւ դու սիրում ես քո աշխատանքը եւ դու իսկապես գնացել ես այնտեղ աշխատանքի անցնելու եւ ոչ թե քո կանացի հմայքները գործի դնելու, շատ կարճ ժամանակ հետո յուրաքանչյուր եւ գործատու եւ ղեկավար հասկանում է, որ քո մեջ առաջին հերթին պետք է տեսնի ոչ թե կին, այլ մասնագետ։ Այսպես թե այնպես կին ես։ Դրանից էլ ավելի առաջ մարդ ես, բայց այդ պահին քո մասնագիտական որակներն են կարևոր, որը լավ ղեկավարը ինչ խոսք պետք է առաջնայինը դա գնահատի։ Իսկ դուք ինչու ընտրեցիք լրագրությունը։ Ես կարծում եմ լրագրությունն ընտրեց ինձ, ես այն երջանիկներից եմ, որ ոչ թե ինքն է մասնագիտությունն ընտրել, այլ մասնագիտությունն է իրեն ընտրել։ Եթե կարճ 1-2 բառով ասեմ, երկու քույրերս ավակ, ովքեր ինձանից 10 եւ 9 տարի մեծ են, սովորում էին ժուրնալիստիկայի ֆակուլտետում եւ ես ինչ-որ միտեղ գուցե նաեւ նրանցից ոգեշնչված ինքս էլ էի փորձում հոդվածներ գրել, բայց ամեն բան սկսվեց այնտեղից, երբ իմ հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհին իմ շատ սիրելի Տիկին Ավետիսյանը ինձ ասաց, որ իմ շարադրությունները դրանք ավելի շատ նման են լրագրողական նյութերի եւ ոչ թե դպրոցական շարադրությունների։ Եվ ինձ հորդորեց, որպեսզի ես անպայման սկսեմ թղթակցել մանկապատանեկան եւ պատանեկան թերթերին, ամսագրերին, ռադիոհաղորդումներին եւ իմ առաջին քայլերը հենց սկսվեցին մանկապատանեկան կանչ, արևածաղիկ թերթերից, պարբերականներից։ Ես այդ ժամանակ 13 տարեկան էի։ Իմ առաջին հոդվածներ, որպես այդպիսին, որ հանրապետական մամուլում հայտնվել են 2000 թվականին է եղել, այնտեղ 1999-ի ավարտներ եւ 2000-ից սկսած եմ ես պաշտոնապես հաշվում, այսինքն այս տարի լրանում է իմ գործունեության 25-ամյակը, շատ թվում է թե որ ասում է տակավին երիտասարդ եմ, բայց բավական երկար ճանապարհ եմ անցել եւ ես այդ երջանկությունն ունեմ եւ բերկրանքն եմ ապրել առաջին իսկ քայլերը սկսել հենց այն ոլորտում, որտեղ իմ ապագա մասնագիտությունն եմ տեսել, որովհետև թեև շատ օրինաչափ է, որ մարդիկ կարող են տարբեր ոլորտներում իրենց փորձել կամ տարբեր աշխատանքներ կատարել, հետո նոր գտնել իրենցը, բայց ես շատ երջանիկ եմ, որ ես
մշտապես եղել եմ հենց այն ոլորտում, որն ինձ հոգեհարազատ է, որը գտավ ինձ, ես գտա իրեն, ես կարծում եմ, որ իսկապես ես ծնվել եմ մեդիա ոլորտի համար, այդ պրպտել, գտնել, ջրի երես հանել, քննել, չգիտեմ, բազմակողմանի ինչ-որ մի բան ներկայացնել, որովհետև նաև որպես իմ գրքերը այդ ամենի շարունակություն, ես սիրում եմ գրել եւ իմ ողջ կյանքը այսպես մեդիա ոլորտի տիրույթում է եղել եւ կապ չունի դա ինչ որ մի շրջան որպես գլխավոր խմբագիր, հաղորդավարուհի, թե խմբագիր, բայց ես միշտ եղել եմ մեդիա ոլորտում, դա է իմը եւ ես շատ ուրախ եմ, որ ես հնարավորություն եմ ունեցել մշտապես իմ սիրած գործով զբաղվելու։ Կանդրադառնանք շերտերին դեռ, բայց խոսենք լրագրության գործառույթների մասին։ Արդյոք լրագրությունը այսօր ամբողջությամբ կատարում է, այսպես ասած, այն պարտավորությունները, պարտականությունները, որոնք դրված են իր վրա իբրև դաշտ, իբրև ոլորտ։ Ես կարծում եմ եւ կատարում է եւ չի կատարում, որովհետեւ թվում է թե բացի տեղեկացնելը, լուսավորելը, կրթելը, կազմակերպելը, որովհետև հաճախ ժողովուրդներին, ազգերին տարբեր իրավիճակներում հենց այդ ինքնակազմակերպման է մղել նաև լրատվամիջոցները, սակայն այսօր կրկին այ սոցմեդիաների շնորհիվ եւ թեթև ձեռքով հաճախ ոչ թե ստացվում է, որ մենք ինքնակազմակերպվում ենք, հակառակը հաճախ պառակտվում ենք կամ ինչ որ անկազմակերպ շատ տարերային, այո, շատ տարերային, ինչ որ ցայտնոտային հաճախ նաև իրավիճակում ենք հայտնվում, բայց ես կարծում եմ ավելի շուտ լավատես եմ, որ այս անցումային շրջանը կանցնի, մարդիկ ավելի մեդիա գրագետ կդառնան եւ տարանջատեն, որն է լրատվամիջոց, որը ոչ, որ սոցմեդիաները այլ գործառույթներ եւ այլ առաքելություն ունեն, բուն լրատվամիջոցները այլ եւ ամեն բան կրկին կընկնի իր տեղը։ Այնպես որ այս անցումային շրջանն էլ կանցնենք եւ ես կարծում եմ նաեւ քիչ-քիչ գնում ենք նրան, որ կրկին ամեն բան իր տեղն է գտնում։ Եկավ չէ՞ մի պահ, որ մարդիկ կարծում էին սոցմեդիաների շնորհիվ այլևս որևէ մեկը հաղորդումներ կամ հեռուստա հաղորդումներ չի դիտում կամ ամսագրեր եւ թերթեր չի ընթերցում, բայց այ մարդիկ արդեն քիչ-քիչ հագենում են սոցմեդիաներից եւ գալիս է կրկին այդ ծարավը, թեկուզ տպագիր ինչ որ մի բան ձեռքում ունենալու, թեկուզ հանգիստ նստելու մեկ թեյի բաժակի կամ մեկ գավաթ սուրճի ինտերակցիությամբ ինչ որ հետաքրքիր հաղորդում վայելելու։ Այնպես որ ես վատատես չեմ առհասարակ, դրա համար այսպես շատ չեմ խտացնում գույները, խիստ գնահատականներ չեմ տալիս, թե որքան վատ է ամեն բան կործանվում ենք, սոցմեդիաների թեթև ձեռքով գնում ենք դեպի անդունդը, ոչ, ես այդ կարծիքին չեմ, ես անգամ կարծում եմ, որ ինչ-որ միտեղ նմանեցնում եմ նաև այդ պատանեկան գայթակղություններին, որ լինում է, չէ, մարդ ինչ-որ շրջան գայթակղվում է մի բանով, թող որ լինի այս պարագայում սոցմեդիաներով կամ այլ ինչ-որ նորաձև նոր թրենդային, այսպես ասված բաներով, բայց շատ արագ նորից մարդ հագենում է, իր հետաքրքրությունը եւ հետաքրքրասիրությունը բավարարում է, հասկանում է, որ չէ, ինքն ավելի լավ բան է, այսպես fast food-ի արագ սնունդի նման մի բան է, բայց չէ, որ մարդ հատկապես եթե գիտակից մարդ է, մշտապես չի կարող միայն fast food-ով արագ սնունդով սնվել, նա ցանկանում է նաև առավել օգտակար, առողջարար եւ քիմքին հաճելի սնունդ։ Դրա համար ամեն բան ժամանակի ընթացքում կրկին իր տեղն է ընկնելու եւ յուրաքանչյուր ոլորտ կրկին իր տեղը վերագտնելու է, թեկուզ վերազինված, վերաթարմացված։ Ձեր լրագրողական կյանքի ամենահիշարժան դեպքը ո՞րն է։ Իմ լրագրողական կյանքի ամենահիշարժան դեպքը, քանի որ ես, ինչպես ասացի, արդեն 25 տարի է ոլորտում եմ, հիշարժան դեպքեր իրականում շատ են եղել, բայց կարելի է երկուսը պատմել։ Առաջինին շատ հպանցիկ կանդրադառնամ, քանի որ սկսել էի 13-14 տարեկանից լրագրող աշխատել, շատ թեև ես իմ տարիքի համեմատ միշտ շատ հասուն տեսք ունեի, եւ զանգահարում էի օրինակ պատկան մարմիններ, օրինակ քաղաքապետարան ներկայանում էի այն ժամանակ կեղծանունով դեռ չէի գրվում, Անի Քոչարյանն էի դեռ, ներկայանում էի, պահանջում էի հարցազրույց այս կամ այն բաժնի պետի հետ եւ երբ վերջապես հաջողացնում էի այդ հարցազրույցը եւ գնում էի քաղաքապետարանի շենք եւ մուտք էի գործում ընդունարան, տվյալ պաշտոնյայի
ընդունարանի աշխատակցուհին այսպես զարմացած ասում էր դուք եք լրագրող, ասում էի այո, իսկ հետո երբ դուռը բացում է եւ մտնում էի պաշտոնյայի սենյակ, էլ ավելի մեծ էր այդ հետաքրքրությունն ու զարմանքը լինում, որովհետեւ նայում էին երեխա է, բայց չափից դուրս բարձրահասակի ինչ որ երեխա է, շատ լուրջ դեմքի արտահայտությամբ այդ տարիքում է նաեւ ունենում ես, չէ, երբ դու գիտես, որ դու փոքր ես, բայց ուզում ես քեզ լուրջ ընդունեն, էլ ավելի էսպես շատ խորիմաստ լուրջ դեմքի արտահայտություն ես ընդունում, որպեսզի քեզ ծանրակշիռ մարդու տեղ դնեն։ Դրանք էին շատ հիշարժան պատմություններ, իրականում զավեշտալի շատ կան դրա հետ կապված, բայց շատ կուզեմ երջանկահիշատակ Խորեն Աբրահամյանի հետ կապված մի պատմություն պատմել։ Ես եւ Լիլի Հովերը, այն ժամանակ Լիլի Հովերն էլ դեռ Լիլի Հովեր չէր, աշխատում էինք հանրային ռադիոյի նույն բաժնում, նույն խմբագրությունում, բայց այնպես էր ստացվել, որ այդ օրը Լիլին ինձ որպես հյուր էր հրավիրել իր հաղորդմանը, իրեն անհրաժեշտ էր մեկ ներկայացուցիչ երիտասարդ սերնդից եւ մեկ ներկայացուցիչ ավագ սերնդից, եւ ես պատիվ ունեցա Խորեն Աբրահամյանին այդ ժամանակ առաջին անգամ ոչ թե բեմից տեսնելու, ոչ թե հեռուստաեթերից տեսնելու, այլ հենց իմ կողքին, իմ առջև նստած տեսնելու եւ պատկերացնում եք իմ այդ պատանեկան եւ այդ երիտասարդական այսպես ակնածանքը եւ երջանկությունը, որ իմ առջև ինչ մեծություն է նստած եւ սիրտս շատ արագ էր բաբախում, այնպես էր աշխատում, ինձ թվում էր այժմ տեղից դուրս կթռչի եւ դա էլ ավելի սրվեց, երբ սկսվեց ռադիոեթերը եւ իմ գործընկերուհին շատ միամիտ եւ անմեղ մի, չգիտեմ, արարք թույլ տվեց, որը գուցե եւ այդպես չպետք է ձևակերպվեր, բայց ըստ էության ոչ մի սխալ բան կամ արատավոր բան չկար, բայց պարոն Աբրահամյանը դրան շատ խիստ եւ սուր նայեց, ասաց, որ ես առաջին հարցը ցանկանում եմ ուղղել երիտասարդ սերնդի ներկայացուցչին եւ ցանկանում էր հարցը հնչեցնել եւ պարոն Աբրահամյանը կանխեց եւ ասաց. իսկ ինչու եք ինձ այստեղ հրավիրել, եթե կարծում եք ես ծեր եմ։ Եվ սկսվեց շատ, չեմ ուզում ասել տհաճ, բայց այնպիսի մի հետաքրքիր իրավիճակ, որտեղ եւ ես չգիտեի ինձ ինչպես պահել, եւ իմ գործընկերուհին չգիտեր իրեն ինչպես պահել։ Ես չգիտեմ անգամ Լիլին այս պատմությունը հիշում է թե ոչ, եւ արդյոք սա հանրային ռադիոյի արխիվներում պահպանվել է այս եթերը թե ոչ։ Մենք մի քանի րոպե շփոթված փորձում էինք, Լիլին փորձում էր իրավիճակը շտկել, ոչ պարոն Աբրահամյան, ես նկատի ունեի, ոչ աղջիկ ջան, դու նկատի ունեիր հենց այն, ինչ ասացիր, դու ասացիր խոսքը առաջինը տալիս ես երիտասարդ սերնդի ներկայացուցչին, բայց միթե ես ծեր եմ, իմ ապրած տարիները դեռ չեն նշանակում, որ ես եւ այսպես շատ պատկերացնում եք իմ հուզմունքը եւ տեղից էլ ես գնացել էի, որ մեծության հետ եմ հարցազրույցի եւ մեծության կողքն եմ նստելու, այո, դա հիմա է, որ մեր օրերում, օրինակ իմ հասակակիցները այն ժամանակվա իմ տարեկիցները այլ պատկերացումներ եւ մոտեցում ունեին մեծերին, հեղինակություն ունեցող մարդկանց, իսկ այժմ որ նայում ես հաճախ դեռահասների կամ երիտասարդների համար ովքեր են հեղինակություն այդ ինստագրամյան կամ տիկտոկյան աստղիկները, որոնք որ ես ամենևին չեմ նվազեցնում կամ ստորացնում կամ ինչ-որ արժեզրկում որևէ մեկի դերն ու արժանիքը, եթե մարդ իսկապես իրենից արժանիք է ներկայացնում, թեկուզ եւ նա տիկտոկյան կամ ինստագրամյան աստղ է, ես որևէ խնդիր չեմ տեսնում, բայց երբ տեսնում ես, որ իսկապես փուչ է, դատարկ է, մեջը որակ չկա, արժեք չկա, բովանդակություն չկա ամենակարևորը, բայց այն ժամանակ մեզ համար հայտնվել նման մարդկանց կողքին, մի հատ հպվել թեկուզ նրանցից մի ինքնագիր ստանալ, մի լուսանկար, որ այն հին ֆոտոխցիկներով արվում էր, դա մեզ կարող է իր մի ամբողջ ամիս այդ օթերով լինել, որ դու նման մեծության կողքին ես եղել եւ նրա շորշոփն է միգուցե մի փոքր քեզ վրա անկել է։ Մեր օրերում մեկ-մեկ որ տեսնում ես թեկուզ հայտնվում են, չէ՞, տեսանյութեր, նույն ծնողը ում կողքն է տանում կանգնեցնում երեխային, որ լուսանկարի, ուզում ես ասել լավ ծնող ջան, երեխան չի հասկանում, պատանին չի հասկանում, դեռ ինչ որ միտեղ խակ է, չի հասել, չի հասունացել, դեռ չգիտի ինչն ինչոց է, ում կողքը պետք է կանգնել, ումով պետք է հիանալ, ում հետ պետք է լուսանկարվել եւ դա արխիվացնել։ Բա լավ ծնող, բա դու այդքան ճանապարհ ես եկել անցել, այդ պատվին ես արժանացել, որ ծնող ես։
այդ շնորհն ես ստացել, որ սերունդ պետք է դաստիարակես, բա դու դրա համար իրականում Անի ջան հիշողությունների գիրկը գցեցիր, ինձ պատմությունները շատ են եւ շատ հիշելու բան կա, որովհետեւ իսկապես ստացվել է այնպես, որ ես այդ պատանեկություն, երիտասարդություն եւ արդեն հասուն կյանք եմ թևակողում, այսպես 3 այդ սերունդներին նաեւ որ տեսել եմ, այնպիսի մեծությունների եմ տեսել կամ հարցազրույց անելու պատիվ ունեցել Ջիվան Գասպարյան, Տիգրան Լևոնյան, Խորեն Աբրահամյան, որ այժմ այսպես շատ մեծ պատվով եմ այդ ամենը հիշում, Վլադիմիր Սպիվակով շատ անթիվ անհամար են մեծությունները, որոնցից դեռ այդ տարիքում պատիվ եմ ունեցել հարցազրույց վերցնել, այնպես որ եթե սկսեմ պատմությունները պատմել, դրանք շատ են։ Շատ հաճելի է, նախ շատ հաճելի խոսում եք դուք, ես շատ սիրում եմ ձեզ հետ զրուցել, բացի դրանից պատմություններն էլ իսկապես շատ հետաքրքրական են, ես ամսագրին անդրադառնանք, ինչ պատմություն ունի ես ամսագիրը, ինչպես սկսվեց, գաղափարը ինչպես ծնվեց։ Ես որպես մանեկենուհի մեկնել էի Չինաստան, որտեղ 1 ամիս աշխատելուց հետո վերադարձա Հայաստան հստակ որոշմամբ, որ հանրային ռադիոյից դուրս եմ գալու եւ հիմնելու եմ իմ ամսագիրը, որովհետև Չինաստանում թերթի ամսագրերի կրպակները դրանք այնքան մեծ էին, այնքան լուսավոր, գունեղ, կանչող, այդ գեղեցիկ, ասում են սնդուսափայլ, ես այդ բառը այդքան էլ չեմ սիրում, բայց այդ գրանցվի նաև ասում են այդ սնդուսափայլ ամսագրերը ուղղակի կանչում էին ցուցափեղկերից Եվ ես տխնում էի, թե ինչու մենք էլ չունենք, որովհետև ունեին երիտասարդական ամսագրեր կամ թերթեր, բայց դրանք որպես կանոն կամ սև եւ սպիտակ էին, կամ այն գունեղությունը չունեին, գունավոր էին, բայց թերթի թղթի վրա էին տպվում։ Իսկ այդ գունավոր, այդ սնդուսափայլ թղթերը դեռ չէին մուտք գործել, այսպես ասած, մեր տպագիր մամուլի էջեր, դրա համար ես որոշեցի, որ այդ էջերից մեկը ես պետք է բացեմ եւ եկա այդ հստակ որոշմամբ, որ հանրային ռադիոյի իմ աշխատանքին ես հրաժեշտ եմ տալու եւ ստեղծելու եմ, հիմնելու եմ իմ ամսագիրը եւ այդպես էլ եղավ։ Իհարկե նախապատրաստական աշխատանքներ շատ տարվեց, երկար պատմություն ունի, իրականում այնպես չէր, որ մեկ օրում քնեցի եւ արթնացա եւ ամսագիրը ստեղծվեց։ Իրականում տպագիր մամուլ ստեղծելը շատ դժվար է եւ շատ երկար ճանապարհ է անցնում։ Սկզբում փորձնական Bravo Plus անվանումով մի ամսագիր արեցի, հետո դրան կցեցի իմ մեդիա նախագիծը, ամսագրի նախագիծը եւ արդեն ամսագրի նախագիծը այդ տպագիր արդեն փորձնական համարի հետ ներկայացրեցի մեծ մեդիա ընկերության, որի հետ էլ սկսեցինք ես ամսագիրն անել։ Ես 19 տարեկան էի այն ժամանակ եւ շատ մեծ մտավախություն կար այդ մարդկանց կողմից, որ արդյոք արժե ներդրումներ կատարել մի նախագծի մեջ, որի իրականացնողը ընդամենը 19-20 տարեկան աղջիկ է, բա որ նրանք ինձ ասում էին, նրանց եմ մեջբերում, ցիտում, բա որ ասում է եւ 1-2 համար հետո կանգնես ասես, որ ես հոգնեցի, ես այս ծավալի տակից դուրս չեմ գալիս, ես չէի պատկերացնում դա ինչ ահռելի մեծ բեռ է եւ պատասխանատվություն ասացի դուք ինձ դեռ լավ չեք ճանաչում, եթե ես մի բան սկսում եմ, ես այն մինչև վերջ հաղթական ավարտին եմ հասցնում։ Առաջին համարը լույս տեսավ 2006 թվականի մայիսին, այսօրվա պես հիշում եմ այդ օրերը եւ ունեցավ աննախադեպ հաջողություն։ Մենք փորձնական 5000, բայց այն էլ 5000 տպաքանակով լույս տեսանք, կրկին շատ մեծ, այսպես ռիսկով եւ մտավախությամբ արդյոք կսպարվի եւ ընդամենը հաշված օրեր հետո չկար ամսագիրը եւ մենք առաջին համարը չեմ հիշում 2 թե 3 անգամ վերատպել ենք եւ շատ երկար տարիներ ես ամսագիրը 10-15 հազար տպաքանակով էր լույս տեսնում, դա հայկական տպագիր մամուլի պատմության մեջ, իրականում ողջ մամուլի պատմության մեջ երբևէ չլսված տպաքանակ է եղել եւ կապ չունի, որ այն երիտասարդական կամ ժամանցային ամսագիր էր, խնդիրն այն էր, որ մարդիկ իսկապես փնտրում եւ ընթերցում էին այդ ամսագիրը, ավելին ասեմ, ես տիրապետում եմ վիճակագրության, որ կային գյուղեր, կային մարզեր, որտեղ մեկ օրինակը փոստը ստանում էր, վերցնում էին այդ ամսագիրը, կազմում էին եւ ամբողջ գյուղը կամ քաղաք այդ մեկ օրինակն էր ընթերցում։ Այսինքն մենք այդ ժամանակ նաեւ կարգախոս ունեինք, այսպես շատ հպարտորեն ասում էինք քաղաքը ես ամսագիր է կարդում եւ իսկապես այդպես էր։ Եսի մասին էլ կարող եմ ժամերով խոսել, որովհետև մի ամբողջ
պատմություն է եսը եւ նաեւ շատ սերունդներ են եսով մեծացել, այժմ նաեւ մեր զանգվածային լրատվության միջոցներում աշխատող բազմաթիվ մարդիկ կամ մոդելային բիզնեսում աշխատող շատ երիտասարդներ, պատաններ այն ժամանակ սկսել էին եսից եւ ես բոլորովին անվճար տալիս էի այդ հնարավորությունը, ունեինք լրագրողական դասընթացներ, ունեինք մանեքենների դասընթացներ, այսինքն դպրոց էր շատ երեխաների համար, ովքեր ուզում էին իրենց առաջին քայլերն անել եւ իրավամբ մի շատ մեծ գեղեցիկ էջ բացեցի ես եսով, ինչը ավաղ ճակատագրի բերումով այնպես ստացվեց, որ դադարեցրեցի տպագրությունը, բայց այնպես չէր, որ ինչու, այլ լավ հարց էր, ավելի շատ անձնական պատճառներով եւ ընտանեկան իրավիճակով պայմանավորված ես պետք է Հայաստանից մեկնեի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, ես շատ ցավով եմ այս մասին խոսում, որովհետև իրականում այնպես չէր, որ որպես լրատվամիջոց եսը սպառել էր իրան, դրա համար մենք ստիպված եղանք փակել, ճիշտ հակառակը, մինչև այսօր մարդիկ ինձ մշտապես գրում են կամ որտեղ հանդիպում են, բառիս բուն իմաստով ինձանից պահանջում են, ասում են ետ վերադարձրեք մեր եսը, կրկին տպագրեք ես ամսագիրը, ու թեև իրենք են այդպես արտահայտվում, բայց ես որպես արհեստավարժ մասնագետ եւ նաեւ որպես նախագծերի ղեկավար, որ ես նաեւ սովորել եմ այդ ուղղությամբ Գերմանիայում եւ որպես հաջողակ նախագծեր իրականացրած մարդ, ես գիտեմ, որ դա փակված էջ է այլևս, հենց եսն իր տեսքով եւ ձևաչափով այլևս ետ չեմ վերադարձնի, բայց կա մեկ այլ գեղեցիկ նախագիծ ամսագրի, որը Աստված առաջ հուսամ կիրականացնենք։ Անդրադառնանք հոգեբանությանը։ Ես գիտեմ, որ դուք հոգեբանություն եք ուսումնասիրել, հետաքրքիր անցում է եղել լրագրություն, ես ամսագիրը, հետո նաեւ հոգեբանություն, ինչու հոգեբանություն։ Երբ փոքր էի եւ ինձ հարցնում էին ով եմ ուզում դառնալ, ես միշտ նշում էի բացի լրագրությունը քննիչ հոգեբան, ավելին ասեմ շեշտում էի անչափահասների բաժնում, թե դա ինչ բաժին էր, որտեղ էր այդ բաժինը, ես այդ ժամանակ չգիտեի, որովհետեւ շատ փոքր էի, բայց շատ էսպես խրոխտ եւ ինքնավստահ եմ, որ ասում է, չգիտեմ ինչ ես ասում, բայց շատ վստահ ես ասում, իմներ ասում էի քննիչ հոգեբան անչափահասների բաժնում, արդյունքում այնպես ստացվեց, որ Երևանի Պետական Համալսարանի մագիստրատուրան ունի այդպիսի հնարավորություն, մեր ֆակուլտետը, ժուրնալիստիկայի ֆակուլտետը տալիս է հնարավորություն մագիստրատուրայում ընտրելու երկրորդ մասնագիտություն։ Ես շատ էի ուզում կամ սոցիոլոգիան կամ հոգեբանությունը, բայց ի վերջո որոշումս կայացրեցի հոգուտ հոգեբանության, որովհետև իսկապես ինձ շատ հոգեհարազատ մասնագիտություն է, եւ արդեն մագիստրատուրայում զուգահեռ ես դասընթացների էի գնում եւ հոգեբանության ֆակուլտետում եւ արդեն իսկ մեր ֆակուլտետում, իսկ հետագայում այնպես ստացվեց, որ Գերմանիայում ժամանակը զուր չկորցրեցի, Գերմանիայում նույնպես կրթություն ստացա, վերապատրաստվեցի եւ այնտեղ նաեւ հնարավորություն ունեցա Կարմիր խաչում աշխատելու բառացի թարգմանելը մի քիչ դժվար է այդ ծրագիրը, որը իրականացնում էինք եւ որի աշխատակիցներից, թիմակիցներից մեկը ես էի, տրավմա տարած, տարբեր դժվարություններ անցած կանանց, ովքեր հատկապես եկել էին Իրաքից, Սիրիայից, Ուկրաինայից այդ տարիներին 2014, 15, 16 թվականներն էին, այդ պատերազմական գոտիներից եկած կանանց հետ աշխատանքներ էինք տանում, որտեղ ավելի շատ գործուն հոգեբանության եւ գործուն մեթոդների միջոցով կլիներ արտ թերապիաներ, կլիներ այլ տեսակի ավելի պրակտիկ ինչ-որ աշխատանքներ, որոնք օգնում էին կանանց նկարելու տարբեր զբոսանքների, զրույցների միջոցով, տարբեր կինոդիտումների կամ էքսկուրսիաների միջոցով իրենց նման կանանց հետ հաղորդակցվելու, տարբեր հարցեր վերհանելու եւ դրանց մասին խոսելու միջոցով թոթափել իրենց այդ բեռը ծանր հիշողությունները եւ պետք է ասեմ, որ առաջին անգամ այդ փորձառությունը երբ ունեցա աշխատելու, ես հասկացա, որ ես չեմ ուզում այնուամենայնիվ մեդիա ոլորտից շատ հեռանալ եւ տրվել այդ աշխատանքին, գուցե եւ երբ ավելի պատկառելի տարիքում կլինեմ։
երբ մի քիչ ավելի այսպես իմ զգացմունքները, իմ հոգեհուսական վիճակը ավելի այսպես հանդարտված կլինի, որտեղ իմ մեջ կրակներ են եփվում եւ եռում, ես ինքս տեսակով գեր զգացմունքային մարդ եմ եւ ես չէի կարողանում որքան էլ Գերմանիայում շատ խիստ դրան հետևում էին եւ մենք այնտեղ սուպերվիզիոններ կոչվածները ունենում էինք եւ ինքներս փորձում էինք ինչ որ մի կերպ աշխատել մեր այդ ապրումների հետ, մեր ստացած այդ էմոցիաների եւ տպավորությունների հետ, բայց միևնույն է, ես շատ բան էի վերցնում ինձ վրա եւ բեր դարձնում ինձ համար եւ ինձ հետ տուն տանում, շատ խորը ապրում ակցում էր ինձ մոտ եւ ես հասկացա, որ այս փուլում, քանի դեռ ես շատ այդպես գերէմոցիոնալ ալիքի վրա եմ, այսպես ասած, չեմ կարող այդ աշխատանքը շարունակել եւ շատ սահուն կրկին հետ վերադարձա եւ նաեւ քանի որ հետ վերադարձա Հայաստան, ես կրկին իմ մեդիա ոլորտին վերադարձա, թեև ասեմ, ինձ շատ հոգեհարազատ աշխատանք է, որովհետեւ կրկին գործ ունես մարդու հետ, մարդու հույզերի հետ, մարդուն հասկանալ, փորձելու հետ, որովհետեւ մինչև վերջ երբեք չես կարող հասկանալ եւ նաեւ օգնում ես ինքն իրեն ճանաչել, ինքն իր ապրումները, հույզերը, հոգեբանական խնդիրները, ինչ որ կերպ դրանց հետ գործ ունենալ, կարողանալ դրանք ինչ որ կերպ դասավորել ըստ իրենց դարակների եւ դրանց հետ ապրել, շարունակել, կարողանալ շատ գեղեցիկ մասնագիտություն է իրականում եւ ինչ որտեղ նաեւ ընդհանրություններ ունի լրագրության հետ, որտեղ կրկին կենտրոնում մարդն է, գործ ունես մարդու հետ, նրա հույզերի, ապրումների հետ, այնպես որ միգուցե մեկ օր կրկին վերադառնամ այդ աշխատանքին։ Հոգեբան Անիին դեռ կտեսնենք, այսինքն մենք, բայց որպես հոգեբան խնդրում եմ կարճ ամփոփ վերլուծել հայի հոգեկերտվածքը։ Այ այնքան բարդ է հային իրականում հասկանալ, որովհետև մենք իրականում որպես նաև ասում են, չէ, ծերացող ազգ կամ հին ազգ, շատ դժվար է եւ մենք շատ էսպես վայրի վերումներ ենք անցել եւ նաեւ տարբեր ժամանակահատվածներում գտնվելով այս կամ այն պետության, տիրապետության կամ ազդեցության տակ շատ բաներ ենք նրանցից փոխարել, ներառել, վերագրել մեզ կամ վերցել նաև լեզվի մեջ, չէ՞, մեր շատ լեզվի շերտերում, մեր բառաշերտերում, մեր անգամ բառամթերքում կան բառեր, անգամ եթե ես այժմ ասեմ, մեր շատ հեռուստադիտողներ կզարմանան, որ այնպիսի բառեր, օրինակ ինչպիսին ելակն է, ինչ գեղեցիկ է, չէ՞, հնչում եւ մենք մտածում ենք շատ մի ասա կլուբնիկ, ասա ելակ, բայց ելակ, երշիկ, շատ բառեր դրանք այլ լեզուներից են հասել մեզ եւ բոլորովին այժմ արդեն մերն են։ Դժվար է իրականում հային վերլուծելը, որովհետև մենք շատ տարբեր կարող ենք լինել։ Եվ ինչն է հետաքրքիր, որ հատկապես երբ է դա դրսևորվում, թե մենք որքան տարբեր կարող ենք լինել եւ մեր նաեւ մենթալիտետ հոգեկերտվածք կոչվածը որքան տարբեր կարող է լինել, երբ օրինակ մենք տարբեր օրհասական իրավիճակներում ենք։ Մենք մեկ կարող ենք շատ այսպես համախմբված, շատ մեկս մյուսի համար սրտացավ եւ գյուղ կանգնի գերանքը կոտրի այդ մեր ժողովրդական ասացվածքին ման, մեկ կարող ենք շատ պառակտվել, որ մեկս մյուսին ատել, չարախոսել, իրար տակ փորել եւ այդ որ ասում են, չէ, հայի վերջին խելքին խելք չի հասնի, այ գալիս հասնում ենք դրան, որ ապավինում ենք այդ վերջին խելքին։ Մենք շատ տարբեր ենք, բայց մենք թվում է նաեւ շատ պահպանողական ենք, բայց արի ուտես, որ ես այժմ գուցե կրկին շատերի համար շատ անհասկանալի մի բան ասեմ, բայց ըստիս մենք ամենևին պահպանողական, մենք կոնսերվատիվ ժողովուրդ չենք։ Ես մեզ չեմ համարում պահպանողական ժողովուրդներից, որովհետև ըստիս պահպանողականությունը այն չէ, որ դու ինչ որ հորի եւ շատ խավարամիտ ինչ որ ավանդույթներ ես դեռ շարունակում գործածել, ինչպիսին օրինակ կարմիր խնձորներ կամ նմանատիպ ինչ որ բաներ, այլ դու իսկապես քո մշակույթն ես պահպանում, այն որ մենք հեթանոսական ժամանակահատվածից մեր որպես մշակութային կոթող մի հատ նմուշ ունենք գառնու հեթանոսական տաճարը եւ դա ենք տանում ցույց տալիս, հենց խոսում է մեր հոգեկերտվածքի մասին, որ մենք դարեր շարունում ենք, այսօր էլ ենք դա անում։ Մենք քաղաքի կենտրոնում պատմամշակութային շենքեր ենք ավերում, դրանց տեղը անճաշակ նորակառույցներ ենք կառուցում, մոռանալով, որ մեր դրկիցը, մեր կողքին ապրող, մեր չակերտավոր հարևանը, բայց ինձ համար դեռևս թշնամին, հենց սպասում է դրան, որ մենք վերջնականապես ինչ կա մեր ձեռքով ավիրենք, ինչ կա ջնջենք, մաքրենք, սրբենք, իսկ հետո գալու են ասեն, բա ուր է, որ այդքան հին եք, դե ցույց տվեք։
Մենք մեր ձեռքով դարեր շարունակ ամեն բան ավերել ենք, ապականել ենք, երբ նոր ինչ-որ մի բան ենք բերել, չգիտես ինչու որոշել ենք, որ դա պետք է անենք հնի հաշվին։ Ինձանից քրիստոնյա եւ հավատավոր մարդ, թող որևէ մեկը այժմ մեզ դիտելիս չլինի եւ ինչ չասի, բա ինչ է, կարող է հեթանոսական մշակույթը պահենք, այո, պետք է պահենք, որովհետեւ դա մեր պատմության մի մասն է եղել, որովհետեւ դա մեր մշակույթի մի շատ ահռելի մեծ բաժինն ու էջն է եղել, չի կարելի կյանքիդ այդ էջը պատմության պատրես, այրես դեն նետես եւ ասես ես նոր կյանք եմ կառուցում, էլի կառուցիր։ Ազգերը, ժողովուրդները, ինչպես անհատները, դու չես կարող ապագա կառուցել, եթե դու դա անում ես քո անցյալը ավերելու, ապականելու, անարգելու հաշվին, որովհետև ըստիս անարգանք է, երբ որ դու քո մշակութային ինչ-որ մի կոթող ավերում ես, որովհետև քո կարծիքով դա ինչ-որ արատավոր մի բան է, չի կարող արատավոր լինել, այդ ժամանակ բազմաստվածություն է եղել կամ հեթանոսություն է եղել, ստեղծել ես այդպիսի կոթողներ կամ այդպիսի մշակութային գործեր, թեկուզ եւ ստեղծագործություններ, այժմ այլ փուլում ես, բայց դա չի նշանակում նա պետք է ավերես, ընդհակառակը դու ամուր կանգնում ես ոտքերիդ վրա որպես ժողովուրդ կամ որպես պետություն, դու պատմություն ես կերտում, որովհետև դու ունես նաև այսպիսի էջեր, դու անցել ես այդ զարգացման փուլերը եւ դու աշխարհին ցույց ես տալիս, որ գիտեք, այ մենք էլ ենք անցել այդ ճանապարհները, ոչ թե հոп, մեկ էլ մի օրում մենք քրիստոնյա ենք, ինչ կար, ավերել ենք, թողել ենք մի հատ լավ այդ մի գառնոտ աճարներ թողել ենք եւ նույն հաջողությամբ մեր օրերում էլ չպետք է ամեն բան, օրինակ Գերմանիայում նայում ես, ես ինչու եմ անդադ իրենց օրինակը բերում, հաճախ հայերը գալիս են այնտեղ եւ ասում են այս հիմար եվրոպացի հիմար չեն, իրենց բոլոր մշակութային արժեքներն ու կոթողները շենքը չեն ավիրում, թեկուզ պետք է դա այժմ օգտագործել որպես հյուրանոցային համալիր կամ ժամանցի վայր, ամբողջ մշակութային կոթողը պահպանում են իր հին նախնական տեսքով, վերաթարմացնում են եւ դրան նոր շունչ են տալիս եւ նոր կիրառություն, ինչու եք քանդում եղբայր, բա սերունդներդ ինչպես են իրենց սիրելի հարևաններին ապացուցելու, որ իրենք առավել հին են, չպետք է ավերել, դրա համար ես կարծում եմ մենք իրականում մեր հոգեկերտվածքում ունենք այդ շատ վատ պահերը, որ մենք իրականում այդքան էլ ավանդապահ չենք, որքան դրա մասին խոսում ենք եւ մենք իրականում երբեմն շատ ավելի օտարամոլ ենք, շատ արագ վերցնում ենք ուրիշներինը, կլինեն գենդեր փարթիներ, բեյբի շաուերներ եւ նմանատիպ ինչ-որ բաներ են դեպքում, երբ ազգագրությունը ուսումնասիրում ես եւ տեսնում ես ինչ գեղեցիկ ծեսեր են եղել, եղբայր քոնը բեր օգտագործիր, ինչ ես անպայման ուրիշներինը քեզնով անում, որ մի հատ էլ ասեն տես, իրենցը չունեն դրամար են, մերը վերցնում օգտագործում։ Եվ մեր օրերում կներեք, ինչպես ասացի մեդիան եւ սոցմեդիան այսպես միաձուլվել են եւ խառնվել, նաեւ մեր հոգեկերտվածքը։ Մենք ժամանակակիցի եւ պատմականի այդ խաչմերուկում երբեմն մեզ կորցնում ենք եւ տրվելով գայթակղություններին շատ բաների վրայով անցնում ենք մոռանալով, որ ժամանակակիցը եւ նորը կարելի է վերցնել եւ մենք կարող ենք բավական ժամանակակից եւ ժամանակակից մտածողությամբ մարդիկ լինել, բայց դա մեզ չխանգարի մեր հինը, մեր հայկականը, մեր ավանդականն ու եւ իսկապես հայեցին պահպանելու։ Անի շատ կարևոր բաների մասին եք խոսում, ես իհարկե պատրաստ եմ հավերժ լսել ձեզ, հրաշալի է ուղղակի, դուք քաղաքականության դաշտում եք եղել։ Այո։ Շատ ամփոփ պատմեք ինչպես եղավ, ինչպես դուրս եկաք ու անցնենք առաջ։ Քաղաքականություն մուտք գործելը շատ սահուն է եղել, որովհետև մշտապես հասարակական ոլորտում եմ եղել եւ որպես հասարակական գործիչ եւ մեդիա գործիչ հրավիրվել եմ առաջադրվելու եւ երբ Գերմանիա գնացի ընդհատվեց այդ գործունեությունը, բայց երբ վերադարձա ինձ կրկին առաջարկ եղավ մի երկու կուսակցական եւ տարբեր այսպես քաղաքական ուժերի կողմից կրկին վերադառնալու քաղաքականություն, այդ ժամանակ քանի որ ես կարծում եի, որ իմ կարիքը չկա եւ կարծես թվում էր ամեն բան լավ է, բայց շատ արագ, քանի որ կրկին ամեն բան փոխվեց, այժմ կարծում եմ կա կրկին այդ անհրաժեշտությունը պայքարի նետվելու եւ մղվելու, բայց մի փոքր զգուշավոր եմ մեր օրերում, որովհետեւ ամեն բան, ինչպես ասացի, շատ թացը չորին խառնված, այն ժամանակ բոլորս գիտեինք ինչի դեմ ենք պայքարում, ում դեմ ենք պայքարում եւ ինչ ենք ուզում։ Այժմ մեր ժողովուրդը ինքն էլ չգիտի իրականում ինքն ինչ է ուզում եւ շատ բևեռացված է
եւ ես չեմ ուզում որպես մարդով նաեւ ունի առողջական խնդիրներ մտնելու մի ոլորտ, որտեղ մարդիկ գուցե եւ քեզ ճիշտ չընկալեն եւ քո պայքարը ճիշտ չընկալեն, բայց կարծում եմ ինձ դեռ կտեսնեք քաղաքական պայքարում։ Կսպասենք։ Այսինքն դուք կողմ եք, որ կին քաղաքական գործիչներ շատ լինեն։ Իհարկե։ Շատ լավ, ընտիր է։ Ինչպես զրույցի սկզբում ասացի, քանի որ ես սեռական խտրականության ջատագով չեմ, ինձ համար ամեն բան պայմանավորված է ոչ թե սեռերով, այլ որակով եւ ասելիքով եւ անելիքով։ Ունես ասելիք, ունես անելիք, ուրեմն խնդրեմ նետվիր պայքարի կամ նետվիր, այն որ ասում է ի գործ, բայց ոչ սեռով պայմանավորված, որ այ պետք է զուտ քանակ լրացնելու համար ազգային ժողովում ունենանք ներկայացուցիչներ կամ այս կամ այն ոլորտում։ Օրեր առաջ գրքի տոններ, դուք շատ բազմազբաղ կին եք եւ նաեւ բազմաֆունկցիոնալ, այսպես ասած, եւ թերևս ինձ համար հենց դրանով էլ դուք առանձնանում եք մեր հանրության մեջ, բայց դրա հետ մեկտեղ խոսենք նաեւ գրքերի մասին, ուզում եմ հատուկ շեշտադրել հենց օրեր առաջ տեղի ունեցած միջոցառումը, ինչ միջոցառում էր։ Գրքեր վաճառվեցին այդ օրը միայն, թե ինչ որ ասելիք կար, ինչի մասին էր այդ միջոցառումը։ Ինչպես արդեն գիտենք, ամեն տարի Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը փետրվարի 19-ը նշվում է որպես գիրք նվիրելու օր եւ արդեն քանի տարի է այդ օրը կազմակերպվում է գրքի փառատոններ։ Ես քանի որ Նյումեգ հրատարակչատան հեղինակներից եմ, ես մշտապես ընդգրկված եմ Նյումեգի բոլոր գրատոներին եւ իմ մասնակցությունն եմ ունենում, կլինի իմ գրքերի շնորհանդեսների տեսքով, ընթերցողների հետ հանդիպումների տեսքով, պանելային քննարկումների տեսքով, այսինքն ես մշտապես արդեն 3 եւ ավելի տարի այդ գրատոների մի մասնիկն եմ, բայց շատ ուրախ եմ, որ այդ գրատոները շատ են, օրինակ հենց երեկ էլ մասնակցում է Երևանի քաղաքապետարանի կազմակերպած Երևանը կարդում է գրատոնին, կրկին որպես հեղինակ ներկայացված էի, որովհետեւ որպես բեսթսելերի հեղինակ քեզ շատ հաճախ են հրավիրում այս կամ այն գրատոնին, գրքի փառատոնին, միջոցառմանը եւ այլն, իսկ ես միմիայն սիրով եմ դրանց մասնակցում, ինձ համար մեծ պատիվ է այդ ամենում ընդգրկվել, որովհետեւ ես հաճախ ասում եմ, որ ես գրող չեմ, ես ինձ նման պատիվ չեմ վերագրում, ես դեռ շատ երկար ճանապարհ ունեմ անցնելու ինձ գրող համարելու եւ գրող կոչվելու համար, ես լրագրող հեղինակ եմ եւ իմ գրքերը դրանք մոտիվացիոն գրքեր են, դրանք գրական ստեղծագործություններ չեն եւ ինձ համար շատ մեծ պատիվ է ունենալու այդ հնարավորությունը գրատոների մի համեստ մասնիկը լինելու։ Եթե հայի մասին գիրք գրեիք, ինչպիսին պիտի նկարագրեիք այդ կերպարը։ Ես որպես հպարտ հայ, բացառապես հպարտ, ամուր ոտքերի վրա կանգնած, հաղթող եւ միշտ դեպի լույսը ու հաղթանակը գնացող։ Ես համաձայն չեմ պարտվող, ես համաձայն չեմ թշվառ, տկար, վիզը ծռած, ծնկի եկած հայի կերպարին։ Ինձ մոտ միանշանակ, քանի որ նաև հավակնություններ միշտ ունեմ եւ իմ նշաձողը միշտ բարձր եմ սահմանում եւ իմ կտավը միշտ շատ մեծ եմ վերցնում եւ բնականաբար նկրտումներ կունենայի, որ գիրքը կթարգմանվեր եւ նաև այլ ազգերի սեփականությունը կդառնար, այդ հայը պետք է լիներ շատ ազնիվ մարդու կերպար, շատ մաքարող եւ շատ տքնող մարդու կերպար, բայց եւ հաղթող հերոս մարդու կերպար, պարտվողականության եւ թշվառության ջատագով չեմ եւ երբեք իմ ազգին այդ դիրքերից չեմ ներկայացնի։ Հենց հայի կերպարի հետ կապված ունենք հարցեր, արագ հարցեր են, ով է հայն իր էությամբ։ Հաղթող, մաքարող տեսակ։ Հայի իրական ուժի գաղտնիքը ո՞րն է։ Համախմբվածությունը։ Այո, երբ մենք համախմբվում ենք, մենք հաղթում ենք։ Շատ լավ։ Ո՞րն է ազգային մտածողության առանձնահատկությունը։ Միշտ ինքնապաշտպանվելու այդ բնազդը, որովհետև միշտ շրջապատված ենք եղել թշնամական եւ այլակրոն ազգերով եւ մեր այդ ինքնապաշտպանական բնազդն է, որ մեզ պահում է։ Այո, եւ մեզ պահում է եւ մեզ դարերի խորքից բերել հասցրել է այստեղ։ Հայկականությունը շարունակական պահելու գաղտնիքը ո՞րն է։ Կրկին ինքնապաշտպանական այդ բնազդը, որովհետև եթե այն մեզ լքի, մենք չենք լինի այնքան հետևողական եւ հետամուտ դրան, որքան այժմ ենք։ 3 հատկանիշ, որ հայը պարտադիր պիտի կրի։ Առաքինություն,
հայրենասիրություն, որովհետև փոքր ազգերը այլ կերպ չեն կարող, եւ շատ աշխատանք, շատ աշխատասիրություն, որովհետև կրկին փոքր ազգերը պետք է շատ տքնեն, որ պահեն իրենց հողն ու ջուրը եւ իրենք իրենց։ Լավ, որն է հայի առաքելությունը։ Ըստ իս հայի առաքելությունը իրականում շատ մեծ է այս մոլորակում ու թեև վերջին շրջանում սկսել են շատ թերագնահատել եւ համարել, որ դա մենք ենք ինքներս մեզ վերագրել, բայց պատահական չէ, որ Սուրբ գրքում դրախտով հոսող 3 գետերը սկիզբ են առել հենց հայկական լեռնաշխարհից եւ Նոյի տապանը կանգ է առել հենց Արարատի վրա։ Իմ սիրելի Արարատի դեպ որդի երբ ունենայի Արարատ էր կոչվելու։ Մենք շատ մեծ առաքելություն ունենք, մենք նաև քրիստոնեական ուսմունքի եւ կրոնի ակունքներում լինելով, մենք իրականում շատ մեծ առաքելություն ունենք այս աշխարհում եւ նաև որպես աշխարհի ամենահնագույն ժողովուրդներից մեկը, մենք պետք է դեռ քայլենք դարերով եւ ցույց տանք, որ պատմության փոշիներում կամ այդ անցուղիներում միշտ չէ, որ անհետանում են ազգերը, այլ կան բացառիկ ազգեր մեծ կոչումներով, ովքեր դարերով անցնում են ու անցնելու են։ Սրանից 20 տարի հետո ինչպիսի Հայաստան ենք պատկերացնում։ Հզոր, ոտքի կանգնած եւ ուսերից թոթափած այդ կոտորվածի, զրկվածի, զարկվածի հոգեբանությունը, որովհետեւ պատմությունը չպետք է մոռանալ եւ ջնջել, ինչպես ես ասացի, բայց դրանից պետք է դասեր քաղել եւ փորձել ոտքի կանգնել եւ այլևս հաջողել եւ հաղթանակել, որովհետեւ չես կարող ողջ կյանքդ այդ պիտակով եւ այդ կոտորվածի հոգեբանությամբ առաջ գնալ։ Ես իմ գրքերից մեկում ասում եմ, գուցե այլ առիթով է ասված, բայց նույն նաև այս դեպքի մասին է, պարանոցդ ետ շրջած շատ չես կարող առաջ գնալ, չի կարող ընթացքդ սահուն եւ համարձակ լինել։ Պետք է հասկանանք ինչ ենք յետևում թողել, դասեր քաղենք դրանից եւ համարձակ առաջ, այնպես որ եթե ունենանք լավ իշխանություններ, ճիշտ գրագետ դիվանագետներ, որովհետեւ մենք միշտ տանուլ ենք տվել եւ նաեւ այս օրին ենք եւ շատ կորուստներ ենք ունեցել եւ նաեւ տարածքային կորուստներ ենք ունեցել, որովհետեւ գրագետ ճիշտ դիվանագիտություն նաեւ չի վարվել։ Եթե ունենանք ճիշտ դիվանագիտություն, մենք իսկապես հաղթանակելու ենք եւ մեր հարևանների հետ Հրանտ Մաթեւոսյանը 3 գրատոնին կարդում ասում է, եթե մենք որպես ժողովուրդ եւ ազգ մեզ դրսեւորենք այնպես ինչպես հարկն է, այսպես բան եմ ասում, հա, փոխակերպելով եմ ասում, ապա մեր հարևանները ոչ լավն են լինելու, ոչ վատ ուղղակի լինելու են հարևան։ Պարիսպներդ ամուր պահիր, շներդ միշտ արթուն լինեն, դու միշտ քո անելիքին, քո հավատքին, քո գործին, քո հզորացմանը, հարևանն էլ թող իր տեղում մնա հարևան։ Այնպես որ ես կարծում եմ մենք գալու ենք այդ օրվան եւ այդ հաղթական էջին եւ մենք ոտքի ենք կանգնելու։ Ես այս հավատով եւ այս հույսով եմ ապրում։ Հակառակ դեպքում շատ մեծ է կորուստների այդ ցավը։ Շատ տրամադրող է ձեր այս խոսքը։ Հաղորդման այս վերջին հատվածում միշտ արագ հարցերից հետո ասում եմ ձեր բարեմաղթանքը կամ կոչը ուղղված յուրաքանչյուր հայի, բայց քանի որ կանանց տոնին ընդառաջ ենք մենք նկարահանում այս թողարկումը, դրա համար կխնդրեի հենց հայ կնոջը ուղղեք ձեր այսօրվա կոչը կամ հորդորը։ Այն ինչ պետք է ասեի առհասարակ հայ մարդուն, ավելի շատ հենց հայ կնոջը կասեմ, որովհետև նաև հայ մայրերի ափի մեջ է, չէ՞, մեր ապագան եւ մեր ճակատագիրը եւ ամեն բան։ Ես շատ կցանկանամ, որ մեր հայ մայրերը լավ սերունդներ կրթեն եւ դասյարակեն, որովհետեւ մեր հոգեկերտվածքից ելնելով այնպես է ստացվել, որ սերունդների կրթմամբ ավելի շատ մայրերն են զբաղվում տանը։ Պետք է յուրաքանչյուրն իր տեղում լինի եւ իր տեղում առավելագույնը անի։ Պարտադիր չէ բոլորը ստանան բարձրագույն կրթություն, բոլորը չէ, որ գիտության գրանիտը պետք է կրծեն եւ անպայման բոլորը գիտնականներ դառնան, թող արհեստավորը իր գործը լավ անի, վարպետը իր գործը լավ անի, աշխատավորը իր գործը, արվեստագետը իր գործը, մտավորականը իր գործը, բոլորը լինեն իրենց տեղում եւ անեն իրենց գործը լավ եւ ոչ թե բոլորը ձգտեն անպայման իրենց անվան կողք ինչ որ բարձրագույն բաներ դրվի, բայց իրականում փուչ լինի, ոչ մեկն էլ իրականում իրենից ոչինչ չներկայացնի։ Դրա համար ուզում եմ մեր հայ մայրերը այնքան ինքնաբավ լինեն, որ իրենց չիրականացած երազանքներն ու ամբիցիաները չփաթաթեն իրենց երեխաների պարանոցներին, ընդհակառակը
առողջ հոգեբանությամբ երեխաներ մեծացնեն եւ ասեն բալիկ ջան, որոշել ես կոշկակար դառնաս, լավ կոշկակար դարձիր, թող բոլորը գան քեզ մոտ կոշիկ կարելու, բայց մի դարձիր հեղինակ, որի գրած գրքերը որևէ մեկին պետք չեն։ Այդ դրա համար ուզում եմ մեր հայ մայրերը լավ սերունդներ կրթեն եւ դասյարակեն եւ նաեւ բացի բոլորին սիրելը, նաեւ մի քիչ էլ իրենց սիրեն։ Անի, շնորհակալ եմ շատ։ Ես նույնպես անչափ շնորհակալ եմ։ Լիացա այսօրվա այս մեր զրույցից, շնորհակալ եմ անսահման, դեռ հանդիպելու ենք։ Անպայման։ Սպասելու եմ նաեւ քաղաքական գործընթացներին։ Շնորհակալ եմ շատ այս գեղեցիկ զրույցի համար։ Ես հիշեցնեմ, որ իմ հյուրը Անին էր Քոչար, կարիք չկա այլևս ներկայացնելու Անին, արդեն ամեն ինչ ասված է։ Իսկ ես Անին եմ Զաքարյան, պետք է մինչև ավարտը ձեզ հիշեցնեմ, որ բաժանորդագրվեք YouTube-յան մեր ալիքին, սեղմեք զանգի կոճակը, որպեսզի բաց չթողնեք մեր հաջորդ թողարկումները, որովհետև դրանք մեկը մյուսից լավն են։ Պետք է անպայման թողնել ջերմ բարեմաղթանքներ, ջերմ մեկնաբանություններ, ինչպես նաև կիսվել ու տարածել մեր հարցազրույցները։ Այսքանը կհանդիպենք։